Սիրիր։ Սիրելիներ, բարի կեսօր։ Դուրս ենք եկել զբոսնելու, զգուշ մեքենա չկա։ Կրիստինան ուզում է իր հեծանի ուղղել։ Էրիկը մի քիչ պատինետ են, այսպես ասած, օգտագործեց, հետո վայր գրեց։ Գնում ենք չորը ուտելու, Վիկտորիան էլ գնացել է ծնունդի։ Ֆիլմ են գնացել դիտելու, հետո էլ բուրգեր կնք։ Ոյ, կամ ոնց բալ ես։ Մենք էլ հիմա գնում ենք մի փոքր զբոսնելու։ Ահա, գնա, մի վախեցի, ես քեզ հետ եմ, գնա այս կողմով։ Գնա պապայի հետևից։ Ահա, մի վախեցի, ապրես։ Ցույց եմ տալիս, տեսնում են, ասում են շատ լավ ես կարողանում, ապրես դու։ Աղջիկներս իդեպ նոր հեռախոսով եմ նկարահանում, հատուկ ձեզ համար, այսպես ասած որոշեցի գնալ այդ քայլին, չգիտեմ որակը ինչպիսին է, վլոգը դիտելուց արդեն կասեք։ Գնում ենք, արի գնանք չուրո, այս տղան էլ չու, արի կյանքս, արի չուրո, արի գրկեմ։ Ահա, արի գրկեմ, արի մանգ, վայ Երիկ, վայ, արի գրկեմ քեզ։ Սերդո, դես ադիոս Սերդո, իրիկես ինչա դիում է ծնսեն։ Արի գնացինք։ Մամո, մենգա, մամո չուրո։ Զգուշ։ Ձերքս բրնի։ Գնացինք։ Ես ինչ ես արել ձերքի հետ էր։ Արի գնացինք։ Յոպի, զգուշ։ Ապրի Երիկո, vamos։ Դու էլ ապրես, շատ լավ ես անում, արի։ Muy bien. Vamos Eric, arriba. Cuidado, vas a caer, cuidado. Hangist. Vamos. Սիրունես, բարի օր։ Մեզ մոտ այսօր օրը շաբաթ է, կեսօրից եմ վլոգը սկսում, այստեղ սալմոն զուգն եմ համեմել, կիտրոնի հյութ եմ դրել, 4 սամիթ եմ դրել, կարմիր պղպեղ, սև պղպեղ, բուսայուղ, իմ դեպքում ձիթայուղ եմ և աղ։ Ամենը խառնել եմ իրար, այսպես մի լավ պատել եմ զուգը և այստեղ էլ արդեն բանջարեղեններն եմ դրել, ուղարկենք ջեռոց, պատրաստվելու, կարծում եմ շատ համեղ ճաշ կամ ընթրիք կստացվի։ Սա տեղափոխեմ ջեռոց ու անցնեմ մնացած գործերի սիրելիներս, համեմում եմ սև պղպեղով, չորաջիկայով, կարմիր պղպեղով և ձիթայուղով, սա բանջարեղենների համար։ Իսկ ձկան համար սոուսը պատրաստում եմ 1 կիտրոնի հյութ կամ կարող եք կեսը դնել, ավելացնում եմ կարմիր պղպեղ, չորաջիկա, սև պղպեղ, 4 սամիթ, աղ և վերջում ձիթայուղ, այս ամենը լավ խառնում եմ ու ամբողջությամբ պատում եմ ձուկը, որպեսզի մի լավ ներծծվի։ Թողնում ենք 10 րոպե և տեղափոխում ենք ջեռոց, եթե դուք ժամանակ ունեք, կարող եք թողնել ամբողջ գիշեր և արդեն հաջորդ օրը պատրաստել։ Այս տարբերակով ձուկը ստացվում է շատ փափլիկ, համեղ, բերանում հալչող և հետաքրքիր մի տեսակ թթվայնություն է ունենում, որը բոլորին կարծում եմ դուր կգա։ Այսպես կտրատում եմ արանքներից, որպեսզի եփվելուց, գիտեք, սալմոնը, որ եփվում է, շատ է բացվում, իսկ մինչև խորքը չեմ կտրում։ Մի թեթև կտրում եմ, հետո արդեն մատուցելուց կարող եք ըստ կտրվածքի կտրատել և մատուցել։ Սա էլ այսպես սիրելիներս, ուղարկենք ջեռոց 220 աստիճանում եփվելու։ Բարի երեկո, տանից վլոգներ չեմ կարողանում նկարել, միայն ստացվում է դրսից։ Հա, կգանք տուն կքնենք։ Գնում ենք Անդրևային եղանակ է, երեխաների տունը զանգանում են, գնանք մոտակայքի մոլը մանգալու։ Մոլ, տեսնենք ինչ կան մի քիչ երեխաները օդ շնչել չեն գասի, բայց պտտվենք անք տուն։
Վաղը մարտի 8-ն է, որոշել ենք ինչ-որ բան գնել, նվեր անել։ Այս ճստիկներն էլ ինձ հետ են։ Վիկտորյան էլի տանն է, մի փոքր զայրացրել է, բայց գնում ենք խանութ։ Էրի, մի հատ բեսիտո արա, մի հատ բեսիտո, ուրա պանդան, հելը ցույց տուր պանդան։ Ուրա պանդան, հելը ցույց տուր պանդան, ուրա։ Պանդա։ Զգուշկի չիմ գնես, արի։ Կշիկ չես մրսում։ Ես թումա բարակա քո հակինը բան։ Սա մոչիշ մեքենա ավենք ենտեղը պակա տեղը բան չկա։ Ես մամայիս ինչը որ ինքն էր ցանկացել, հասկացել է որ ուղեր ունենան, դա գնեցի իր համար վաղը նվեր, բան մի հատ բան։ Հիմա այստեղ մտել ենք Tiger-ը, տեսնենք այստեղ ինչ կա, ամենը զատիկի նվիրված պարագաներ եմ բերել։ Մի հատ, որովհետև մի հատ քեզ, մի հատ Վիկտորիային։ Հիմա շրջենք այսպես տեսնենք ինչ կա ու գնանք տուն։ Ինչ ես տեսակիտ։ Կարող է Երիկը սիրի, պիտի ես ինչ կարող։ Չէ, Երիկը հաստատ չի ցանկանամ։ Կրիստիկ, ես խաղն է, հետաքրքիր խաղ։ Էսի պիտի նույն ձևին այս դիբուխար անել, բայց չի ստացվում էլի անել։ Բա դու ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում։ Ուշ մարը։ Ay, qué gracia, para pelo, más de una cuchina. Sí, un guitarra. Yo quiero ese. ¿Quieres una guitarra? ¿Qué? ¿Quieres una guitarra? Sí. Խանութից եկանք տուն, ինչ-որ պլանավորել էի դա գնեցի, հիմա մի փոքր հետո ցույց կտամ։ Ափսոս ծաղիկներ չկար, չեմ որ ասում եմ գյուղում հիմա այստեղ էլ չկար ոչ մի տեսակ ծաղիկներ, մտածում արհեստական արխիվեաներ գնա, բայց արհեստականը որպես ինչ գնա։ Ու այդպես ծաղիկների հարցը լուրջ է, բայց կարևորը որ դարձել եմ այն նվերը, ինչը որ վստահ եմ, որ մաման դրանից շատ ուրախ է։ Դեպպես, այստեղ որ չի սոտանում, մի տեսակ ցավում է, այն մասնության ատամներ, չգիտեմ ինչու է այդպես, ինչ է ուզում դրանից, բայց փաստը մնում է փաստ։ Եկանք տուն Կրիստինային լողացրեցի, հիմա իրենց մակարոն պատրաստեմ ուտել ու արդեն քնելու ժամը վաղը հայկական դպրոցում, այսպես հարմարացնում, վաղը հայկական դպրոցում միջոցառում ունեմ մարտի 8-ի կապակցությամբ, ամեն մեկը մի փոքրիկ ոտանավոր է արտասանելու։ Էր, արի ստեղ, արի մաման, գոլի, արի մաման, արի մաման, Ուր է Էրիկոն։ Hola.
ասա օլա։ Էլի ասա օլա։ Լավ ասա մամա։ Մենք ասա մամա թող տեսեն։ Մենք ասա մամա։ Ասա մամա։ Մի խոսքով սիրնես ոտանավորնի կրկնեցի։ Հիմա հաց ուտե ու գնանք քնելու։ Ես էլ գնամ փոքր պատրաստվեմ, մազերը սարդարեմ։ Ապրի Էրիկը, դե նվագի։ Նվագի, դե նվագի։ Չէ, սենց։ Մատիկով արա։ Դե նվագի կյանք։ Չես նվագում։ Գնացինք խանութ, Կրիստինան, մամա սա կգնեք։ Նիևել։ Չէ, մեջը բանա ընկել։ Սա կգնենք։ Սա գնեցինք եկանք տուն։ Այլ մամայիս համար նվեր եմ գնել, երեկ գնացել էինք Կորտինգլես, հասկացա, որ այս բույրը իրեն դուր եկավ, եթե անկեղծ լինեմ, ինձ էլ դուր եկավ, Մարկ Ջեքոբսի պարֆումն է, անվանում է հետեսպես պերֆեկտ, կա տարբեր սերիաները, բայց ինքը սա էր, իրեն այս հոտը դուր եկավ, իսկապես շատ լավն էր, իրեն թողմն է վաղան պայման, կնվիրեմ իրեն, մի հատ զգուշությամբ հանեմ, պիտակը չմնա, մոռացա ասել, ահա, վերջ, կդնենք տուփի մեջ ու կնվիրենք տատիկին, ես էլ էսպես, քո դուրը գալիս է, սա էլ իմ նվերն է, սիրելիներս, արդեն նկարում եմ կամերայով դրա համար ձեզ ցույց չեմ տալիս իրական հեռախոսը, գույների մեջ, ճիշտ ասած որոշել էի բաց կապույտը կամ կանաչը, հետո ասացի չէ, կանաչն եմ ցանկանում, մնացած իր աքսեսուարները նույնպես այսպես կանաչ գույնի մեջ ընտրեցի, հետո ընթացքում արդեն եթե ցանկանամ կփոխեմ, ինչու եմ սա գնել, իմ առաջի iPhone-ն է, այն որ հեռախոսներին երբեք չեմ նախընտրում թանկ վճարել, բայց որովհետև նկատում եմ, որ շատ խամրած է վլոգների ու խոհարարական վիդեոների որակը, եթե պետք է DJI կամերա գնեի, նախընտրեցի հեռախոսը, գնային նույնն էր գալու, դրա համար նախընտրեցի հեռախոսը գնել, որովհետև դեռ երկուս, այսպես ասած, չեմ ուզում ինձ թույլ տալ, երբ որ ամեն բան լավ կլինի, նաև DJI փոքրիկ կամերան կգնեմ, բայց այս պարագայում ավելի նախընտրեցի հեռախոսը, մի փոքր որակը լավ լինի, որպեսզի ավելի լավ նկարի, ես էլ այսպես սիրելիներս բոլորին քննեցրեցի, խոհանոցում խոսում եմ, բայց կարծում եմ, որ ձայնս երևի լավ չի լսվի, որովհետև երևի թե 4-5 օր վլոգ չեմ նկարել, ինչու չեմ նկարել, որովհետև որ նստածս տեղը փորձանքը եկավ ու ինձ կպավ, հիմա իմն է իսկապես, ուրեմն հատակին հյութ էր թափվել, մաքրեցի, մոռացա անցավ 15 րոպե, ետ եկա ու որ չգիտեմ քանի անգամ այսպես պտույտ եմ տվել օդի մեջ, գլուխս հարվածեցի սեղանին, ետ եկա կպա դրանը, հետո վերջում վայրեջ կատարեցի արդեն սալիկին ու հարվածել եմ այս հատվածը, գլխիս ետևի հատվածը, ոտքս ձախ ու ձեռքս, երևի թե ինձ թվում է փորձել եմ ձեռքով պահել, շատ հարվածը ձեռքիս էր եղել, այդպես կարծում եմ, որովհետև 2 ժամ այդ օրն էլ ատամնաբուժարանում օր ունեի, չորեքշաբթի օրն էր, 2 ամիս կլինի չէի գնացել, զգացի, որ ինձ լավ չեմ զգում, որովհետև գլուխս էր ցավում, ասացի 1 ժամ այսպես ատամնաբուժի աթոռին հենված գլուխս այս հատվածը հեմատոմա է դուրս եկել մեծ, այսպես մեր մեջ ասած գունդ, ասացի չէ, ավելի լավ է օրը փոխեմ, մի փոքր պարկեմ, հանգստանամ, կանցնի, պարկեցի, երևի այդ ընթացքում այսպես ցավից մի փոքր քունս տարել էր, վեր կացա ձեռքիս ցավից,
այնպես է ցավում, այս Արտուրն էլ ծիծաղում է, չի հավատում, որ ինչ-որ բան է եղել։ Վերջը մի կերպ այսպես համոզեցինք, տարավ բժշկի, գնացինք բժշկի, ռենտգեն արեցին, ու այնտեղ ավելի ուժեղ է սկսել ձեռքս ցավել, Աստված, ու Իսպանիայում այսպես է, եթե ուզում ես բժշկի գնալ, շտապօգնություն եթե գնացիր, այսինքն հիվանդանոց գնացիր, պետք է սպասել ժամերով, մինչև քո հերթը կհասնի, այդպես է, դա կլինի 1 ժամ, 2, այդ ուրեմն շատ բախտավոր աստղի տակ է սնվել, որ 2 ժամ հետո քեզ կկանչեն, հա, այցի բժշկի մոտ, 10:30 գնացել ենք, ժամը 1:30 գիշերվա նոր բժշկի մոտ այց եղել, թեպետ ռենտգենը շուտ կանչեցին, ռենտգենը կես ժամ էլ չէր անցել, որ գնացել էին կանչեցին, բայց պատասխանները ու եթե ինչ-որ խնդիր կա, արդեն բժիշկը պետք է տեսնի, դա էլ արդեն 1:30 նոր բժիշկը կանչեց, մինչև պինդ կապեցին ձեռքս, որպեսզի չշարժվի 1-2 օր, եղավ ժամը 2-ը, 2:30 գիշեր նոր եկել ենք տուն, հավատացեք անգամ չեմ էլ տեղադրել այն հատվածը, որ հիվանդանոցում եմ, որովհետև եմ, որ անկեղծ եմ ասում, արդեն հոգնել եմ, ես հասկանում եմ, որ մարդիկ ուղղակի նայում են վլոգներ, երբ որ լինում է վատ տեսարաններ, տխուր տեսարաններ կամ շատ ուրախ տեսարաններ, իսկ եթե ցույց ես տալի քո սովորական, ամենասովորական օրը, ոչ այնքան հետաքրքիր է լինում, Քավլիցի, դրա մասին չեմ էլ ուզում խոսել, այս պարագայում իմ մշտական հետևորդները գիտեմ, որ ինձ սպասում են սիրելիներս, բայց ես էլ փորձում եմ իմ ժամանակի մեջ վլոգներ նկարել, այսինքն ինչպես ասել եմ, կլինի շաբաթը 2 անգամ, կլինի 1 անգամ, փորձեմ տեղադրել զուտ իմ հետևորդների համար, որովհետև գիտեմ, որ սպասում եք, սիրում եք, ես էլ ձեզ եմ սիրում, բայց արդեն ինքս ինձ խոստացել եմ, որ անգամ միանալ, բաժանորդագրվել, ոչ թե չեմ ասելու, ինչպես բոլորը, այնպես էլ ես, կա մարդիկ, որ տեղյակ չեն լինում, այդ ամենի մասին ասում ես ու իրենք բաժանորդագրվում են, բայց որ այսպես ինչ-որ խնդրանքով դիմեմ, ոչ, որովհետև հասկանում եմ, որ մի խոսքով, ինչև է սիրելիներս, ցանկություն էլ չկար այդ ամենի վրա ինչ-որ խեյթ անել ու վլոգ նկարել, այդ 2 օրերն էլ ոչինչ չնկարեցի, որովհետև տանն է աշխատանքի չէի գնում, անկեղծ եմ ասում, այսպես նայում եմ ու նկատում եմ, որ շատ եմ նիհարել, որպես այդպիսին հատուկ ինչ-որ բան չեմ անում սիրելիներս, չգիտեմ ինչի հետ է դա կապված, միգուցե արդեն բավականին ժամանակ է անցել վերջին հղիությունից ու օրգանիզմդ ետ է գալի, որովհետև ես միշտ եղել եմ նիհար, բարձրահասակ ու նիհար, երեխաների հետ որպես այդպիսին շատ քաշ չէի էլ հավաքել, միգուցե ուղղակի հղիություններն է նպաստել, որ եղել եմ ի սկզբանե 63 կիլոգրամ ու քաշս բարձրացել էր, հասել էր գրեթե 80, դա արդեն 3 հղիություններից հետո, հա, բայց հիմա գնալով իջնում է, հիմա արդեն հասել եմ 68 կիլոգրամի, չգիտեմ դա ինչի հետ է կապված, որովհետև որպես այդպիսին քաղցրը ոչ շատ, բայց օգտագործում եմ հացամթերքը, սպիտակ հացը ոչ շատ, ավելի շատ գնում եմ ինտեգրալ, ինձ համար, չգիտեմ ինչու հետ է կապված, եթե որպես այդպիսին ասեմ բրեկետներն են, դա էլ չէ, որովհետև հիմա ինձ ընդհանրապես չի խանգարում, էլի ու ինձ թվում է գուցե չափաքանակներն եմ քչացրել, այդպես սիրելիներս, մի խոսքով հիմա փառք Աստծո ամեն բան ինձ հետ լավ է, թեպետ 10 օր բուլետինի մեջ եմ, բայց ես 2 շաբթի օրվա ինձ կգնամ աշխատանքի, սա էլ այսպես այսօր էլ այսպես մեր օրն անցավ,
Վաղն էլ դասի են երեխաները հայկական դպրոցում, վաղն էլ կիրակի, եթե անկեղծ լինեմ, ինձ համար շաբաթ կիրակին ավելի ծանր է անցնում, քան մնացած շաբաթվա օրերը, որ աշխատանքի ու երեխաները դպրոց պարապմունքի են լինում։ Մի խոսքով սիրելիներս, այսօր էլ այսքանը, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, շնորհակալ եմ, որ չեք մերժում, բաժանորդագրվում եք, ջեր մեկնաբանություններ եք թողնում, սիրում եմ ձեզ բոլորից շատ, գնահատում եմ այն մարդկանց, ովքեր որ ինձ հետ են, իմ կողքին են ու ինձ սիրում են, հավատացեք, այդ ամենը փոխադարձ է։ Մնացեք բարով եւ խաղաղությամբ, սիրելիներս, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։ Բարի գիշեր, ցտեսություն։